Այդ օրը Մուրթքեն տխուր էր։ Պարսկաստանի թագավոր Արտաշեսը իր համար կին էր փնտրում։ Բոլոր գեղեցիկ աղջիկները պետք է գնային թագավորի պալատ։ Մուրթքեն Էսթեր անունով մի զարմուհի ուներ, որը փոքրուց ապրում էր նրա հետ։ Հիմա նա պիտի գնար թագավորի պալատ, ինչը Մուրթքեի սրտով չէր։ Նա գիտեր, որ հենց թագավորը տեսնի Էսթերին, կսիրահարվի։ Էսթերը գեղեցիկ և բարի աղջիկ էր։ Թագավորին չասես, որ հրեա ես, զգուշացրեց Մուրթքեն։ Այս երկրում շատերը մեզ չեն սիրում, որովհետև երկրպագում ենք ճշմարիտ Աստծուն։ Մուրթքեն հայացքով ճանապարհեց Էսթերին և մտածեց. կտեսնեմ արդյոք նորից նրան։ Ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի, բայց ես կտխրեմ առանց նրան։ Մուրթքեն ճիշտ էր։ Թագավորը սիրեց Էսթերին և ամուսնացավ նրա հետ։ Մուրթքեն տխրում էր առանց Էսթերի, բայց գիտեր, որ Էսթերը երջանիկ է։ Մի անգամ Մուրթքեն սարսափելի նորություն իմացավ։ Haman անունով մի վատ մարդ ուզում էր կործանել հրեաներին։ Նա իր ընկերների հետ թագավորին համոզեց ստորագրել մի օրենք, որը թույլ էր տալիս հատուկ մի օր սպանել Աստծո ժողովրդին և վերցնել նրա ունեցվածքը։ Հուսահատությունից Մուրթքեն պատռեց իր հագուստը և գլխին մոխիր ցանեց։ Այս մասին իմանալով Էսթերը մարդ ուղարկեց Մուրթքեի մոտ ճշտելու պատճառը։ Մուրթքեն այդ մարդու միջոցով Էսթերին հաղորդեց հետևյալը. «Գնա թագավորի մոտ և ասա Համանի մասին։ Միգուցե թագավորը կարողանա օգնել մեզ։ Նույնիսկ դու, Էսթեր, ապահով չես լինի, եթե Համանի ծրագիրը իրականանա։ Նրան հարկավոր է կանգնեցնել»։ Էսթերը վախենում էր։ Նա գիտեր, որ թագուհին անգամ չէր կարող թագավորին տեսնել, երբ կամենար։ Օրենքով ոչ ոք առանց հրավերի իրավունք չուներ մտնել թագավորի մոտ։ Եթե Էսթերը գնար և թագավորը վատ տրամադրության մեջ լիներ, նրան կարող էին կախել։ Էսթերը խնդրեց, որ Աստված իրեն համարձակություն տա։ Նա գեղեցիկ հարդարեց մազերը, հագավ լավագույն հագուստը և գնաց թագավորի մոտ։ Արտաշեսը, կնոջը տեսնելով, զարմացավ։ Էսթերը տեսքով գեղեցիկ է, մտածեց թագավորը, բայց ինչու է նա կյանքը վտանգել և առանց հրավերի եկել ինձ մոտ։ Թագավորը բարձրացրեց իր գավազանը, որը նշանակում էր, որ թագուհին կարող էր մտնել ներս և խոսել։ «Տեր իմ», խոնարհվեց Էսթերը, «թույլ տուր քեզ և Hamanին խնջույքի հրավիրել»։ «Մենք կգանք ուրախությամբ», պատասխանեց թագավորը։ Թագավորին և Hamanին հաճելի թվաց թագուհու խնջույքի հրավերը։ Թագուհին մի անգամ էլ հրավիրեց, և նրանք նորից չմերժեցին։ Հաջորդ առավոտյան, երբ Արտաշեսը և Համանը նորից եկան, Էսթերը թագավորին պատմեց, որ Համանը պատրաստվում է սպանել բոլոր հրեաներին, նաև իրեն։ Թագավորը խիստ զայրացավ։ Նա Աստծո ժողովրդին պաշտպանող նոր հրաման արձակեց, հետո կարգադրեց կախել Hamanին։ Այսպես, Աստծո օգնությամբ Էսթերը փրկեց իր ժողովրդին և Մուրթքեն հպարտ էր Էսթերով։